նախ մի բան կարդամ, թեկուզ որ ուղիղ առնչություն ունի պատգամի հետ, բայց կարծես թե իմ պատգամի մաս չէր կազմում։ Սուրբ Օգոստինոսի Աստծո քաղաքը գրքից ոչ թե ինչ որ հատված եմ մեջ բերում, այլ շատ կարճ միտքը։ Այս աշխատությունը հիմնավորվում է պատմության ինքը, Օգոստինոսը, հիմնավորում է պատմության ընթացքը որպես երկու հակադիր համայնքների՝ Աստծո քաղաքի, սեր առ Աստված, եւ երկրային քաղաքի եսասիրության նկատմամբ սեր։ Այս մասին է այս աշխատությունը։ Օգոստինոսը պատմությունը դիտարկում է որպես Աստծո նախախնամությամբ առաջնորդվող գործընթաց, որն ավարտվելու է Աստծո քաղաքի հաղթանակով։ Ըստ Օգոստինոսի, աշխարհում գոյություն ունի երկու իրար հակադիր քաղաք կամ համայնք։ Առաջինը Աստծո քաղաքը, դա Աստծո թագավորությունն է, որ հիմնված է Աստծո հանդեպ սիրո վրա, որը հասնում է, այդ սերը հասնում է ինքնաառհամարանքի եւ ինքնազոհության եւ անձնուրանալու։ Երկրորդը երկրային քաղաքն է, այս աշխարհակարգը, որ հիմնված է եսասիրության եւ աշխարհիկ հաճույքների հանդեպ սիրո վրա։ Գիրքը գրվել է 5-րդ դարի սկզբում եւ մեծ ազդեցություն է ունեցել միջնադարյան քրիստոնեական աշխարհակարգի եւ քաղաքական մտքի ձևավորման վրա եւ շարունակում է քրիստոնեական աշխարհի վրա, մեզ վրա այսօր իր ազդեցությունը թողել։ Ամեն։ Որ թագավորությունից եմ ես։ Որ թագավորությունում ես գտնվում դու։ Եվ ինչպես ես համոզված, որ հենց այդ թագավորության մեջ ես։ Հիսուս քարոզում էր արքայության ավետարանը, Ղուկաս 8-րդ գլխի առաջի խոսքը։ Հիսուս շրջում էր քաղաքներով եւ գյուղերով, քարոզելով եւ Աստծո թագավորությունն ավետարանելով։ 12-ն էլ նրա հետ էին։ Ղուկաս 9:1-2 Եվ կանչելով 12-ին նրանց զորություն եւ իշխանություն տվեց բոլոր դևերի վրա եւ հիվանդություններ բժշկելու եւ նրանց ուղարկեց Աստծո թագավորությունը քարոզելու եւ հիվանդներին բժշկելու։ Աստծո թագավորությունը թագավորի մասին է, նրա անսահմանափակ իշխանության մասին է։ Այդ թագավորին եւ նրա իշխանությանը ամբողջական եւ անվերապահ ենթարկվելու մասին է։ Թագավորության օրենքների մասին է, այդ օրենքների եւ սկզբունքների համաձայն ապրելու մասին է եւ վերջապես այդ թագավորության մեջ մտնելու մասին է։ Ամեն։ Ամեն։ Այո, լրջությունը տեղին է։ Այդ թագավորությունը Աստծո առաջ մեր դիրքը ճշտելու մասին է եւ ոչ թե մեր կարիքները Աստծուն հայտնելու մասին։ Մեր հայրը դեռ չխնդրած գիտի մեր կարիքների մասին։ Եվ հենց այդ պատճառով էր ասում. նախ սկզբում ամենից առաջ փնտրեք երկնքի արքայությունը, Աստծո թագավորությունը, մնացածը ձեզ կտրվի։ Հակառակը չի աշխատում։ Հակառակը երբեք չի աշխատել եւ չի աշխատելու։ Հենց այդ պատճառով մեր շատ աղոթքներ մնում են անպատասխան։ Երբեք ձերը սայլից առաջ հետև լինելու չեն կարող հետև լինել։ Ձերը պետք է սայլը քաշի։ Ամեն։ Հիսուսն ասաց առանց ինձ ոչինչ անել չեք կարող։ Այո, փառք Տիրոջը։ Ուրեմն ես ուզում եմ որ իսկապես ես հասկանում եմ որ մի քիչ խորը պետքա մեր հողը վարենք, գութանը մի քիչ խորը պիտի վարի
բայց խնդրում եմ ձեր ուշադրությունը, որովհետև շատ կարևոր բաներ մենք երբեմն կարող ենք բաց թողել։ Մի շատ պատահական դիպվածի պատճառով, օրինակ, մոռացել ես հեռախոսը անջատել։ Հեռախոսը զանգում է, խառնում ես իր եւ այդ ընթացքում սա ձեռքիս հետ ինչ որ բան եմ ասի։ Անջատեք ձեր հեռախոսները։ Եվ ընդհանրապես այստեղ դուք մտնելուց հասանելի եղեք միայն ու միայն Աստծուն։ Եվ ուրիշ ոչ ոքի։ Ձեր այս թանկ ժամանակը շաբաթվա մեջ 1 ժամ ժամանակը կամ 2 ժամ ժամանակը դու իրավունք չունես մսխելու քո եսասիրական կարևոր մարդ կզանգի։ Սուրբ Հոգին կարևոր բան ունի այսօր քեզ ասելու։ Եթե ով ականջ ունի, թող լսի։ Ամեն։ Պիղատոսը Հովանու ավետարան 18-րդ գլխի 33 եւ 36 համարներն եմ կարդում։ Պիղատոսն ասաց. դու ես հրեաների թագավորը։ Հիսուս պատասխանեց. իմ թագավորությունն այս աշխարհից չէ։ Եթե իմ թագավորությունն այս աշխարհից լիներ, ապա իմ ծառաները կպայքարեին, որ չմատնվեմ հրեաներին, բայց հիմա իմ թագավորությունը այստեղից չէ։ Նորից եմ կրկնում, իմ դժվարությամբ կամ իմ ամեն ճշմարտություն շատ պարզ ու հստակ չկարողանալու ասել չկարողանալու պակասը լրացրեք ձեր մեծ ուշադրությամբ։ Ամեն, փառք Տիրոջը։ Մատթեոսի ավետարան 24:14 եւ թագավորության այս ավետարանը, թագավորության այս ավետարանը, ոչ թե ուրիշ ավետարան, այլ թագավորության այս ավետարանը կքարոզվի ամբողջ աշխարհում, բոլոր ազգերին վկայություն լինելու համար եւ այն ժամանակ կգա վերջը։ Վերջը մոտեցել է եւ հասել է ժամանակը, որ քարոզենք միայն ու միայն Աստծո թագավորության ավետարանը։ Լսեք, այն ինչ որ սովորեցնում էր Հիսուս, դա ճշմարտություն է։ Ասում էր, ձեր կարիքների մասին ձեր հայրը գիտի։ Դուք Աստծո թագավորության ավետարանը քարոզեք։ Մնացածը Աստված կհոգա, որովհետև գիտի։ Բա ինչ գիտի իմ կարիքը։ Քո սրտի խորհուրդները գիտի։ Քո դիտավորությունները գիտի։ Քո անցած ճանապարհը գիտի։ Խավարում արեցիր թե լույսի մեջ, ինչ նշանակություն ունի։ Նա ամեն բան գիտի։ Կամ էլ մենք ուրիշ Աստծո ենք հավատում, չեմ հասկանում։ Մեր Աստվածն ամենակարող Աստված է։ Ամեն բան տեսնող եւ ամեն բան իմացող։ Ինչպես է պատահում հանկարծ դու այնտեղ, նա այնտեղ, ես այստեղ կամ չգիտեմ որտեղ ծնկի ենք գալիս ու աղոթք ենք անում ու մխիթարված ոտքի ենք կանգնում ասում ենք Տերը լսեց ու պատասխանեց։ Այդ Տերը ո՞նց իմացավ ես ստեղ եմ աղոթում, դու այնտեղ ես աղոթում։ Ո՞նց իմացավ։ Տերն ամեն բան գիտի։ Ամեն տեղ է Տերը եւ լսում է ամեն բան։ Ուրեմն սկսենք ասելիքը 2000 տարի առաջ հրեաները տանջվում էին եւ հառաչում հռոմեական կայսրության լծի տակ այնպես ինչպես դրանից էլ 2000 տարի առաջ նրանք տանջվում ու հառաչում էին Եգիպտոսում ստրկության մեջ թեև հիմա նրանք խոստացված երկրում էին բայց խոստացված երկրում նորից ապրում էին որպես ստրուկներ Բայց նրանք հույսով լցված նայում էին ապագային, քանի որ հավատում էին խոստացված Մեսիայի գալուն, որ մի օր պիտի գա իրենց ազատելու, իր թագավորությունը հաստատելու համար։ Նրանք մտածում էին, որ երբ որ գա Մեսիան, անմիջապես կազատի հրեաներին հռոմեացիների գերությունից, կդատի զավթիչներին, կվերականգնի մեծ թագավոր Դավիթի հզոր թագավորությունը։
Հրեաները շատ լավ գիտեին, ծանոթ էին օրենքի եւ մարգարեության գրքերին ու շատ խոստումներին եւ այդ շարքից Դանիելի 2:44-ը ու այն թագավորների օրերում երկնքի Աստվածը մի թագավորություն է հանելու, որ հավիտյան չի ավերվելու եւ այդ թագավորությունը որոշ ժողովրդի չի թողնվելու, նա այս բոլոր թագավորությունները պիտի փշրի ու վերջացնի եւ ինքը հավիտյան պիտի մնա, ամեն։ Սակայն հրեական որոշ տակ գլուխ խմբեր անհամբեր էին, ինչպես զելոտները, ապստամբում էին, Հռոմի կողմից խիստ ճնշվում եւ պատժվում եւ այդ համընդհանուր բռնության եւ քաոսի մեջ տարածվեց խոսակցություն, թե 30 տարի առաջ Բեթլեհեմում ծնվել է տղա, որի անունը Հիսուս է, որի ծնունդին անգամ հրեշտակներն են երևացել եւ ավետել նրա աշխարհ գալը։ Ինչ որ մեկը կասի, Ռուբիկ եղբայր, ինչու ավետարան չկար այդ ժամանակ, չկար։ Մոռացվել էր ամեն բան, մոռացվել էր։ Նրա աշխարհ գալը մեծ ավետիս էր եղել հենց հրեշտակների կողմից տրված մարդկությանը, իսկ հիմա տղան մեծացել է Նազարեթում եւ հիմա նա մեծ գերբնական զորություն ունի, այս լուրը տարածվում էր ամբողջ Պաղեստինով։ Եվ ահա մի օր շաբաթ առավոտյան նա եկավ Նազարեթ, այն քաղաքը, որտեղ մեծացել էր, որ քարոզի Նազարեթի ժողովարանում, այդ ժողովարանում ներկա էին Հիսուսի հարազատները, հարևանները, մանկության ընկերները, մի խոսքով բոլորը նրան լավ ճանաչում էին, գնաց այնտեղ, որտեղից քարոզում էին, վերցրեց Եսայա մարգարեի գիրքը, բացեց այնտեղը, որտեղ գրված էր։ Ղուկաս 4:18-19-ն եմ կարդում։ Տիրոջ հոգին ինձ վրա է, որովհետև նա ինձ օծեց աղքատներին ավետարանելու, նա ինձ ուղարկեց սրտով կոտրածներին բժշկելու, գերիներին ազատություն եւ կույրերին տեսողություն քարոզելու, խոցվածներին ազատ արձակելու, Տիրոջ ընդունելի տարին հռչակելու։ Հիսուսը փակեց գիրքը, տվեց ժողովարանին։ Մենք այս հատվածը կարդալուց մտածում ենք, թե ով դառնում էր 30 տարեկան, գնում էր այնտեղ գիրքը տալիս էին, ասում էին կարդա։ Այդպիսի բան չկա։ Հատուկ մարդիկ այնտեղից պիտի քարոզեին։ Հիսուս ինչ հատուկ մարդ էր այդ պահին։ Քահանա չէր, անհայտ մեկ աշխարհին, բայց նա վերուս տրված քահանա էր, վերուս տրված թագավոր, այն էլ թագավորների, բոլոր թագավորների թագավորը եւ բոլոր տերերի տերը։ Իրավունքով գնաց, ոչ մեկը չասավ ինչ ես անում, սա քո տեղը չի, սա քո բանը չի։ Անկամ մեր համեստ ամբիոններին մենք ուշադրություն ենք դարձնում, որ այստեղից ամեն մարդ քարոզի, ինչ իմաստով ամեն մարդ, որ հանկարծ պատահական բաներ չասի, ասի այ ինչ որ ավետարանի մեջ գրված է, այս իմաստով, թե չէ մեր օրերում պատահական մարդիկ չկան, բոլորը կարող են լինել քարոզիչներ։ Եվ ես հորդորում եմ ձեզ, քարոզ պատրաստեք, բերեք մի հատ նայեմ, եթե այստեղ ինչ է գրաքննություն է, այո, երբեմն պետք է գրաքննությունը, եւ մենք այդ գրաքննությունից չենք ամաչում։ Ամեն, ամեն։ Որովհետև ես ամեն օր գրաքննվում եմ ձեր կողմից։ Երբեմն անցնում եմ ձեր գրաքննության չափանիշներով, երբեմն կտրվում եմ, երկուս եմ ստանում։ Նայած թե խոհանոցում ինչ կխոսեք։ Տերը օրհնի ձեզ։ Հիսուսը փակեց գիրքը, տվեց ժողովարանի ծառայողին, նայեց բոլորին ու ասաց. այսօր կատարվեց այս գրվածքը, սա արդեն համարձակության և համբերության գագաթնակետն էր, արդեն կատարվեց։ Եվ Հիսուսը ասաց. այսօր կատարվեց այս գրվածքը, սա արդեն համարձակության և համբերության գագաթնակետն էր, արդեն կատարվեց։ Սա արդեն համարձակության և համբերության գագաթնակետն էր, արդեն կատարվեց։ Եվ Հիսուսը ասաց. այսօր կատարվեց այս գրվածքը, սա արդեն համարձակության և համբերության գագաթնակետն էր, արդեն կատարվեց։
որ դուք ձեր ականջներով լսեցիք։ Լսվեցին հիացմունքի ձայներ, ուրախությունից մարդիկ մտածում էին, միթե հասել է երկար սպասված Տիրոջ օրը, Մեսիայի գալու օրը։ Ծառայողներից մեկը, ով հիշում էր Հիսուսին պատանեկությունից, սարկազմով հարցրեց. «Սա Հովսեփի տղան, չէ՞»։ Ես ինչ ասում։ Ինչպես է դա հնարավոր։ Հիսուսը գիտեր, թե ամբողջն ինչ է մտածում եւ ասաց. ճշմարիտ ասում եմ ձեզ, ոչ մի մարգարե ընդունելի չէ իր հայրենիքում։ Եվ նրանց հիշեցրեց երկու հայտնի սուրբգրային պատմություններ, որ նրանք լավ գիտեին։ Առաջինը, թե ինչպես երաշտի ժամանակ Եղիա մարգարեն ուղարկվեց ոչ թե իսրայելացի մեկի մոտ, ոչ թե մի իսրայելացի որբևայրի մեկի մոտ, այլ ազգի որբևայրի մեկի մոտ։ Երկրորդը հաջորդ մարգարեն, շարունակությունն է, կարդացեք 4-րդ գլուխն է։ Եվ ինչպես հաջորդը Եղիսեն չբժշկեց ոչ մի բորոտ իսրայելացու, թեկուզ որ շատ բորոտներ կային Իսրայելում, այլ միայն Նեման ասորում, Տեր իմ Աստված։ Երկնային իմաստությունը, երկնային թագավորությունը իջել էր ու կանգնել մարդկանց մեջ։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Այստեղ արդեն ամբողջը կատաղեց, մտածելով թե նա այն Մեսիան չի, որին իրենք սպասում էին։ Նրանք Մեսիայից սպասում էին ազատություն հրեաներին եւ դատապարտություն հռոմացիներին, բայց դրա փոխարեն հերիք չի, որ ինքը դա չի անում, իրենց էլ հանդիմանում է։ Ժողովուրդը բարկությամբ լցվեց, նրան բռնեցին, հանեցին ժողովարանից եւ տարան Սարի գագաթը, որ այնտեղից ցած գցեն։ Այսպիսի Մեսիա մեզ պետք չի, խաչել դրան։ Բայց ուզում էին առաջ ընկնեին, նա դեռ անելիք ուներ, չէին կարող։ Բայց մինչև տեղ հասան, պարզվեց, որ Հիսուսն իրենց մեջ չի, անհետացել է։ Ալելույա, փառք Տիրոջը։ Հիսուս քեզ հետ է։ Հիսուս քեզ հետ է։ Համոզվի, սիրելի բարեկամ, Ռուբիկ եղբայր, դու մեզ ինչ կասկածանք է, չէ։ Քննեցեք ձեր անձերը, փորձեցեք, արդյոք հավատքի մեջ եք։ Հիսուսին որ խաչմիրուկին կորցրեցիր, որ գործարքի ժամանակ նրան ուրացար, որտեղ նրանից ամաչեցիր։ Հասկանում ենք իրար, չէ՞։ Հովանու 1:11 յուրայինների մոտ եկավ եւ յուրայինները նրան չընդունեցին։ Յուրային էին եւ որպես համագյուղացիներ, յուրային էին եւ որպես հրեաներ։ Ալելույա։ Հիսուս այդ օրը հայտարարեց իր մեսիական կոչումը եւ Աստծո իշխանությունը, որ բոլոր ժողովուրդների վրա է։ Հենց այդ պահից եւ ընդմիշտ սկսվել է մարդկության պատմության նոր դարաշրջանը, երկնքի արքայությունը, Աստծո թագավորությունը երկրի վրա։ Ամեն։ Մեր թագավորությունը չի։ Մեր ոտքի եւ ձեռքի բժշկության թագավորությունը չի։ Աստծո ավետարանն է։ Աստծո թագավորության մասին է, ամբողջ ավետարանը, սկզբից մինչև վերջ։ Ոնց ենք մենք հաջողել, ինչպիսի հմտությունն ենք դրսևորել, ով այդ հմտությունները մեզ տվել, մեզ ասելով նկատի ունեմ քարոզիչներին, ընդհանրապես քրիստոնյա աշխարհին եւ դարեր շարունակ, որ կարողացել ենք Աստծո արքայության, Աստծո թագավորության ավետարանը դարձնել մեր սեփական ավետարանը։ Բայց փառք ասում ենք, կենթանի ենք եւ Տիրոջ խոսքը կենթանի է։
Ամեն օր Տիրոջ խոսքը մեզ սթափեցնում է, ամեն օր, փառք Տիրոջը Տիրոջ տան համար, այսպիսի տների համար, այսպիսի մարդկանց համար, այս ավետարանի համար, եւ այս ավետարանը իսկապես անկեղծ քարոզողների եւ հավատացողների համար, բոլորի համար, օրհնյալ լինեն բոլոր նրանք։ Այսօր էլ շատ մեղքի գերիներ, շատ հոգ չեն տանում իրենց հոգևոր գերության, մեղքի ստրկության, մտքի խավարից Հիսուսի բերած ազատությունն ունենալու համար եւ շատ ոգևորվում են, երբ շատ ամբիոններից հնչում են ոչ թե այդ ստրկություններից եւ մեղքի գերությունից ազատվելու կոչեր, այլ եկեք օրհնվեք, եկեք բժշկվեք, եկեք բարգավաճեք, որովհետեւ դուք ամեն բան կարող եք ձեզ զորացնող Քրիստոսով։ Ինչ թակավորություն է, նա թակավոր ես էլի, ինչ պակաս թակավոր ես։ Լսեք, այն ինչի մասին, որ ես հիմա ասեցի, դրանք բացական բաներ չեն։ Ես ակնկալում եմ, որ Տերը ինձ բժշկի, ես ակնկալում եմ, որ Տերը ինձ օրհնի, ես ակնկալում եմ, դու էլ որ ակնկալիք ունես, սխալ չի, հավատապինդ բռնի, բայց իմացի դա կախված է նրանից, թե դու ինչպես նրան, որպես թագավոր կենթարկվես, ինչպես նրա իշխանությունը կընդունես, ինչպես երկնքի արքայությունը եւ Աստծո թագավորությունը ավելի բարձր կդասես քո ամեն գործերից։ Դա կախված է հենց դրանից։ Այս նոր կտակարանյան բարի լուրը բերել է ազատություն անհաշիվ մարդկանց, բայց այստեղ կա խորը իմաստ, որ հաճախ մենք բաց ենք թողնում ուշադրությունից, ամբողջ սուրբ գրքից Հիսուսն ընտրեց հենց այս հատվածը, որ կարդար։ Միանշանակ այս հատվածը հայտարարում է Աստծո թագավորության գալը։ Այս սա էր կարևորը։ Հրեաները մի քիչ գլխին կան, ես ինչ ասում։ Բայց ախր մեր սպասելիքները ու իր ասածը չի համապատասխանում իրան։ Մենք ուրիշ բան էինք պատկերացնում։ Հրեաները գիտեին, թե ով որ գա ու կարդա հենց այս հատվածը Եսայի մարգարեի գրքից, նա է հանդիսանում ուղարկված Մեսիան, ով հռչակում է թագավորության գալը, եւ եթե Հիսուսն է ուղարկված Մեսիան, ուրեմն Աստծո թագավորությունը արդեն իրականություն է։ Ալելույա, իրականություն է, եւ արդեն 2000 տարի Աստծո թագավորությունը իրականություն է։ Այլ խնդիր է, քանիսն են հավանում այդ թագավորությանը եւ քանիսն են ապրում այդ թագավորության օրենքներով։ Եվ քանիսն են ենթարկվում այդ թագավորին, քանիսի կյանքում այդ թագավորը իսկապես թագավորում բոլոր բնակավարերում, այս սա է մեր խնդիրը։ Ամեն։ Բայց հրեաները թագավորություն ասելով հասկանում էին աշխարհագրական տարածք, նյութական եւ սահման ունեցող, որն ունի բանակ, որը պիտի կռվի ու ազատի, բայց Աստծո թագավորությունը երկնային իշխանություն է եւ ոչ թե երկրային իշխանություն։ Նորից ասեմ, ամենամեծ ազատագրությունը Աստծո թագավորությունում է եւ ոչ թե ուրիշ որևէ տեղ։ Աստծո թագավորության մեջ է եւ ոչ թե ուրիշ տեղ։ Եթե դու Աստծո թագավորության մեջ ես, դու իսկապես այն ազատն ես։ Ես երգում ենք, ես ազատ եմ, շատ լավ է։ Եթե դա իսկապես դավանություն ազատության եւ ոչ թե սիրուն երգ, ամեն։ Շատ քարոզների այստեղից որ լսում եք, այդտեղից ասում եք ամեն, շատ լավ եք անում, դա քաջալերում է քարոզողին։ Մնում է որ այդ ամենը իսկապես քո լիակատար համաձայնությունը լինի այն ամեն ասվածներին, որ դու այստեղից լսում ես, ամեն։ Փառք Տիրոջը։ Իսկ թագավորությունը նորից պիտի կրկնեմ, թագավորի մասին է, թագավորի բացարձակ իշխանությունը ընդունելու մասին է եւ դա դրսևանց երևացող չէ եւ դա ձեր ներսում պիտի լինի, ներսում կա, ուրեմն կա, դրսում չի երևում, ներսում է երևում, դրսևանց երևացող բաներով չի։
Դու կարաս իմ սրտի ուրախությունը չափես։ Ինչ գործիք կա դրանով։ Երեսի ժպիտը դու չես կարող դրանով։ Ես էլ քո ծիծաղով չեմ կարող։ Սիրտդ կարող է լացի, իսկ դերասան ժպիտը քո դեմքից չպակասի։ Լսեք, հո անծանոթ բան չեմ ասում։ Եթե անծանոթ բան է, իմացեք, ես եմ ես դերասանը։ Ոչ ոք չվիրավորվի։ Մենք պիտի լինենք անկեղծ, Աստծո առած, զուլալ, որովհետև կրակի բոցերի նման աչքեր ունեցողը չկա այդպիսի ապարատ, MRT, չգիտեմ, պետկատե, չգիտեմ ինչեր կան հիմա, չկա ռենգեն, չկա այդպիսի բան, որ նա քննում է մեզ, ու հենց քննելուց հետո ասում է, արդեն տեսա քո գործերը, տեսա, չես կարող ծածկվել, գնում ես բժշկի, տանում ես ռենգեն թուղթը, ասում է չէ, սրանով չի երևում են, ինչ որ մենք կասկածում ենք, գնա մի հատ այսպիսի ուսումնասիրություն, հետո նա ասում է սա էլ ամբողջը ցույց չի տալիս, մի հատ էլ գնա այսպիսի, բայց նրանը այդ կրակի բոցի նման աչքեր ունեցողը նայում ասում է գիտեմ քո գործերը, քո ախտորոշումը ակնհայտ է, կույր ես, հլը նայ ինչ մեծ աչքեր ունեմ, օգնիր մեզ Տեր, ամեն, մենք դեռ կենդանի ենք և ավետարանը մեր ձեռքում, սիրեք ձեր ավետարանը, կարդացեք ձեր ավետարանը, մխիթարվեք ավետարանով, դրսևանց երևացող բաներով չի, հերուտեղ չի, հենց ձեր մեջ է, Տեր, ուզում ենք այդ թագավորությունը մեր մեջ հաստատվի, բայց այդ թագավորությունը չի կարող մեր մեջ հաստատվի, եթե ուրիշ թագավորության և թագավորիկ կամ չգիտեմ ուրիշ բան կա մեր սրտում, Տերը մտավ տաճար և դուրս հանեց այնտեղից, ասավ ես տեղը աղոտքի տուն պիտի կոչվի, իսկ դուք դարձրել եք ավազակների, հանցագործների հանդիպման վայր։ Թույլ տվեք, որ Տերը հանի մեր սրտերից, թույլ տանք։ Ես միշտ սիրում եմ որպես ձեզանից մեկը, աշակերտակից, և ասում եմ, այն ինչը, որ ինձ շատ է հուզում, շատ է ինձ անհանգստացնում, այն մասին եմ ես խոսում և այդ մասին եմ ձեզ իմացեք իմ պատգամները, եթե սուր ծայր ունեն առաջ երթին ինձ է ուղղված։ Փարիսեցիությունը լավ բան չի, կեղծավորությունը լավ բան չի, Տիրոջ առաջ պիտի կանգնենք և երևանք այնպես, դու ցույց ես տալիս, որ մեծ աչքեր ունես, բայց կույր ես։ Քեզ թվում է, թե ինչ է հագինդ, Versace, չգիտեմ, ինչ չի և այլն։ Բայց ես քեզ տեսնում եմ մերկ, եթե խոնարհություն հագած լինեիր, կիմանայի, որ դու մերկ չես, եթե սեր հագած լինեիր, եղբայրասիրություն հագած լինեիր, կտեսնեի, որ մերկ չես, Հիսուսի հայտարարությունը Աստծո բացարձակ տիրապետության մասին է, որ հաստատված է Աստծո կողմից և հաստատված է ոչ միայն այս երկրի վրա, այլ նաև գալիք աշխարհում, ամեն, ավելի ճիշտ այս երկրի վրա այնպես, ինչպես երկնքում է, ամեն, լինի Տիրոջը փառք, իր ծառայության ընթացքում Հիսուս բազում անգամներ խոսում էր թագավորության մասին, օրինակ լեռան քարոզում կոչ էր անում աշակերտներին փնտրել նախ եւ առաջ Աստծո թագավորությունը եւ նրա արդարությունը եւ ասում էր փնտրողը կգտնի, խնդրողը կտրվի, խնդրողին կտրվի, թակողին կբացվի։ Այդ ինչ պիտի խնդրեին։ Ինչ պիտի խնդրեին։ Ինչ, չգիտես Ռուբիկ եղբայր, փող չունես, խնդրի Տերը կտա։ Շկան մեղք ենք մենք։ Եվ այս խղճուկ մտքերը դառնում են լուրջ քարոզելու եւ լուրջ, այսպես կոչված, լուրջ դեմքով ունկնդիրների գրավիչ ինչ-որ բան։ Փնտրեցեք երկնքի արքայությունը։
կգտնեք, թակեք երկնքի արքայության դուռը կբացվի ձեզ։ Ինչ ենք խնդրում։ Այո, նորից կրկնեմ, եթե մենք հոգսեր ունենք եւ խնդրում ենք, դրանք շատ ճիշտ բան են, Տերը խոստացել է, բայց ում ասենք։ Չէ՞ որ մի ուրիշ տեղել ասում է, ձեր հոգսերը նրա վրա գցեք եւ ինքը կհոգա ձերով, որովհետեւ ինքը հոգում է ձեզ համար։ Նորից կրկնեմ, հանկարծ մեկը չմտածի, Ռուբիկ եղբայրիդ ի՞նչ է, դու հոգս չես ունենում, եթե իմանաս թե որքան եմ ունենում, եթե իմանաս որքան եմ խնդրում։ Բա ինչու ես այդ խոսում, որ մենք հասկանանք, որն է կարևոր։ Ինչից առաջինչ ուզենք, որ հետո ինչ ունենանք։ Մենք այսօր ինչ ենք հասկանում այս տողերը կարդալիս։ Խնդրեք, կտրվի, փնտրեք, կգտնեք, թակեք, կբացվի։ Արդյոք հասկանում ենք փնտրել Աստծո բացարձակ իշխանությունը եւ դա կհայտնվի մեր կյանքում։ Մեր կյանքի բոլոր ոլորտների վրա խնդրենք եւ դա իրականություն կդառնա։ Խնդրում ենք Աստծո արդարությունը, թակում ենք Աստծո թակավորության դուռը, այս մասին է, ամբողջ ավետարանը թակավորության մասին է, Աստծո թակավորության մասին։ Մեր մասին չի, մեր մասին չի։ Ինչ, բա մենք ինչ գործ ունենք։ Մենք նրա շնորհքով փրկված ենք։ Մենք առանց նրա ոչինչ չենք կարող անել։ Մենք նրանով ենք ապահով, նա է մեր կյանքի Տերը, նրանով ենք ապրում, նրանով ենք շարժվում եւ նրանով կանք։ Ամեն։ Հիմա ում մասին է։ Մեր թե նրա։ Ինչ որ ենք, նրա շնորհքով ենք։ Հիմա մեր մասին է թե նրա։ Ալելույա։ Բոլոր առակները, որ ասում էր Հիսուս, ինչ որ կերպ թագավորության մասին էին։ Բոլոր առակները։ Հիսուս, իմիջայլոց ասեմ, ես հասկանում եմ, որ այսօր չեմ վերջացնելու, բայց եթե անգամ այսօր վերջացնեմ, եւս մի շարունակություն որպես երկնքի թագավորության մասին գրված է, դեռ տպագրության չի գնացել, բայց գրված է եւ անպայման, չգիտեմ, հաջորդ կիրակի կամ մյուս կիրակի շարունակությունը կլսենք, որովհետեւ այո, ամբողջ առակները թագավորության մասին են եւ մենք այդ մասին պիտի խոսենք։ Փառք Տիրոջ, Աստված կյանք տա, ժամանակ տա, դրան էլ կհասնենք։ Հիսուսն իր հրաշքներով հաստատում էր իր բարի լուրի իրական լինելը։ Հիսուսն անելով ասում էր, եթե ես Աստծո մատով եմ անում, ուրեմն Աստծո թագավորությունը ձեր վրա արդեն հասել է։ Այսինքն, եթե ես հիվանդներին բժշկում եմ, ուրեմն իմացեք, եթե Աստծո թագավորությունը եկած չլիներ, եթե թագավորն այստեղ չլիներ, դրանք տեղի չէին ունենա։ Թագավորն էստեղ է։ Թագավորն էստեղ է։ Ինքն է խոստացել։ Որտեղ 2-3 հոգի իմ անունով մեկտեղ միաբան լինեն, ես այնտեղ եմ, թագավորն այստեղ է, իմ ավետարանն է հռչակում սա։ Եվ դա իմ արժանիքից չի, իմ լավ լինելուց չի, այլ նրա բացարձակ ողորմությունն է։ Թագավորը բարի է, թագավորը սիրում է։ Ալելույա։ Գինին ջուր դարձնելը, փոթորիկը հանդարտեցնելը, հացի բազմացնելը, հիվանդներին բժշկելը, մեռելներին հարություն տալը, մարդկանց ուշադրությունը գրավելու համար չէր, այլ դա մանիֆեստ էր, հռչակում, հայտարարում, որ եկել է թագավորությունը, թագավորը եկել է, հետը բերելով այդ թագավորությունը։ Ամեն։ Հրաշքները ցուցադրում էին նրա իշխանության իրականությունը, որ նա տիրում է ամեն բանի վրա, որ ապացույց էր Աստծո թագավորության եկած լինելուն։ Հիսուսն հայտարարում էր, որ ինքը այդ եկած թագավորության թագավորն է։ Երբ Պիղատոսը նրան հարցրեց. «Դու ես հրեաների թագավորը», նա չհրաժարվեց, այլ հաստատեց։
հիշեցնեմ միայն մի բան, ավելացրեց, իմ թագավորությունը այս աշխարհից չի։ Որտեղից է իմ թագավորությունը։ Որ թագավորությանն եմ ես պատկանում։ Մի բան հայտնի է, թագավորը այդ թագավորության սահմանադրության հենց առաջի գլխում հայտարարեց, որ լեռան քարոզներ, մարդը չի կարող երկու թագավորության ծառայել։ Իմ թագավորությունն այս աշխարհից չի։ Եթե իմ թագավորությունն այս աշխարհից լիներ, ապա իմ ծառաները կպայքարեին, որ չմատնվեմ հրեաներին, բայց հիմա իմ թագավորությունը այստեղից չի։ Պիղատոսն նրանց ասաց, ուրեմն դու թագավոր ես։ Հիսուս պատասխանեց, դու ես ասում, որ ես թագավոր եմ։ Ես հենց սրա համար եմ ծնվել եւ սրա համար եմ աշխարհ եկել, որ ճշմարտությունը վկայեմ, ով ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է։ Եթե դու ճշմարտությունից ես, պետք չի որ ես հայտարարեմ։ Դու պետք է իմացած լինեիր։ Գնացեք Հովանեսին ասեք, Մկրտիչը Հովանես կանչեց մեկին ուղարկեց իր աշակերտներից ուղարկեց, գնացեք ասեք ինքն է, թե ուրիշի սպասեն։ Ինչ պատասխանեց։ Գնացեք իրան պատմեք ու ասեք, կաղերը քայլում են, կույրերը տեսնում, բորոտները մաքրվում եւ երանի նրան, որին վրա չի գայթակղվի։ Չես տեսնում Հովանես, որովհետեւ գրված էր դրանից առաջ Հովանեսը լսում էր, թե ինչ անում Հիսուս, ինչ հրաշքներ անում։ Այսինքն Հովանեսի համար ուղղակի նա բարկացած էր, ուղղակի նա վիրավորված էր։ Մանավանդ, որ նաև ասաց, որ մինչև Հովանես Մկրտիչը երկնքի արքայություններ վերջը, դրանից հետո երկնքի արքայությունն է քարոզում, հետո ասա, որ երկնքի արքայության մեջ ամենափոքրը Հովանես Մկրտիչից մեծ է, դե վիրավորվել կարող էր էլի, հասկանում եք։ Լավ, սա դատողություն է և ոչ թե քրիստոնեական վարդապետություն։ Հիսուսն ասում էր, ես եկել եմ, որ այստեղ էլ հաստատեմ իմ թագավորությունը։ Եվ նա հաստատում էր իր թագավորությունը, բայց ոչ թե ինչ որ աշխարհագրական տարածքում, ինչ որ Պաղեստինում, Հրեաստանում, Սամարիայում, այլ ամեն ինձ հավատացողի սրտում, ովքեր վերստին կծնվեն, իմ թագավորությունը հաստատվում է նրա սրտում։ Վերստին ծնված իմ քույրեր եւ եղբայրներ, եթե դուք ձեզ այդպիսին եք համարում, դուք պիտի համարեք, ես չեմ կարող ասել, եթե մեկ անգամ ջրով մկրտվել է, եկեղեցի է գալիս, ես չեմ կարող ասել ինքը վերստին ծնվել է թե ոչ։ Դու պիտի իմանաս, նայես քո կյանքին, դու արքայության օրենքներով ես ապրում, բայց բոլոր դրանց համար երաշխավորված է արքայությունը, հենց ձեր մեջ է, ձեր ներսում է։ Եվ սա Հիսուսն ասում էր խաչվելուց առաջ, շատերը չէին հավատում, եթե մեռնում ես, որտեղ պիտի թագավորես։ Նա մեռել է, բայց նաև հարություն է առել 2000 տարի եւ հիմա թագավորում է։ Ես հայտարարում եմ, նա թագավորում է իմ սրտում, նա թագավորում է իմ կյանքում, նա թագավորում է այս եկեղեցում, եւ մենք աղոթում ենք, որ նա թագավորի Հայաստանում եւ ամբողջ աշխարհում։ Այո, մենք ամեն օր պիտի խնդրենք, որ Աստծո թագավորությունը հաստատվի Հայաստանում։ Մեզ սա է պակասում, մեր եկեղեցիներին սա է պակասում։ Բարգավաճումը չի փրկի, որքան էլ Հայաստանը բարգավաճի մոտակա 5-10 տարիներում կամ մեր կյանքի տևողության տարիներում մենք Ամերիկային չենք հասնի հարստության տեսակետից, ոչ էլ Շվեյցարիային կհասնենք։ Բայց եթե կա Աստծո թագավորությունը Հայաստան, Հայաստանի արդարությունը Հայաստանին կբարձրացնի եւ Հայաստանը կդառնա դրախտավար երկիր Հայաստան։ Սկզբից Աստված իր որդուն, որ իր թագավորության վրա թագավորն է,
ուղարկեց աշխարհ, որ խաչվի մեղավոր աշխարհի համար, որ դառնա փրկագինը մարդկանց մեղքերի համար։ Ինչու՞։ Որովհետև Սուրբ Աստծո որդին, Սուրբ Աստված Հիսուս Քրիստոսը չէր կարող թագավորել մեղավոր աշխարհի վրա։ Հիսուսն իր խաչով եւ հարությամբ նախ պիտի կատարեր մարդկանց սրբացումը եւ նրանց ենթարկեցներ Աստծո իշխանությանը։ Թագավորը ինքն էր հոգ տանում թագավորության հիմնադրման հաստատման համար։ Աստծո թագավորության հաղթանակը բերեց թագավորի մահը, որովհետև որ մենք գիտենք, որևէ թագավոր իրեն չի զոհել իր ժողովրդի հաղթանակի համար։ Թագավորները զոհում են իրենց հպատակներին եւ ոչ թե իրենք են զոհվում իրենց հպատակների համար։ Այս թագավորն ուրիշ էր բոլոր առումներով։ Այո, հրեաները չէին կարող սրան հավատալ, սրան ընդունել, որովհետև իրենց պատկերացումների մեջ թագավորը ուրիշ է։ Թագավորը պետք է բարձր տեղ նստի, թագավորը պետք է դատ անի, թագավորը պետք է ձեր աղջիկներին ու աղջիկներին տանի աղախիններ դարձնի, ձեր տղաներին տանի զինվոր դարձնի։ Հիշում եք Սամվելը ինչ էր ասում Սավուղի ժողովրդին։ Համաձայն ենք։ Եվ այդպես էլ վարվում էին թագավորները։ Բայց հիմա այս թագավորը հրեաների կարծիքով այս խեղճ թագավորը, այս աղքատ թագավորը, առանց զորքի թագավորը, եկել է թագավորության մասին է խոսում։ Իմ թագավորը աննման է։ Իմ թագավորի հավասարը չկա։ Իմ թագավորի սիրտն ուրիշ է։ Աստծո թագավորության հաղթանակը բերեց թագավորի մահը, սա պիտի մենք գնահատենք։ Մատթեոս 20:28-ում նա ասում է հետևյալը. ինչպես մարդի որդին էլ չեկավ, որ իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի եւ իր անձը փրկանք տա շատերի փոխարեն։ Սրա համար էր եկել։ Արքայությունը անցավ իր մահվան եւ հարության ճանապարհով, ուրիշ կերպ չէր կարող գալ։ Մենք շատ էլ խնդրեինք թող գա, խնդրի, պիտի բերող լինի, բարձրը ելավ բարձր, նա այդ բարձրը նա է, որ իջավ մինչև ամենախորքերը, որ հետո բարձրանա ամենավերելքները, օրհնյալ լինի նա։ Ինչպես կարելի է այդպիսի թագավորի լիակատար իշխանությունը չընդունել, ինչպես կարելի է նրա ամբողջությամբ չընծայվել, նրան չերկրպակել եւ չծառայել, ինչպես կարելի է։ Կարելի չէ ուղղակի։ Հանցագործություն է, ուրացություն է։ Որ թագավորը կլվանար իր ծառաների ոտքերը, ինչպես դա արեց Հիսուս, կամ էլ ընկերություն կաներ հասարակության կողմից մերժված մարդկանց հետ, թագավորներն իրենց առանձնացնում են իրենց հպատակներից, Հիսուս հասանելի էր բոլոր իրեն տեսնել ցանկացողների համար, նա միշտ ծառայում էր իր շրջապատին, նա խոսում էր նրանց հետ, ումից բոլորը խուսափում էին, նա սեղաներ նստում ամենաատելի մարդկանց հետ, նա կպնում էր նրանց, ում չէր կարելի կպներ, նա չուներ գահ, չուներ թագ եւ բանակ, չուներ ծառաներ եւ զինված պահակախումբ։ Մեր թագավորը ծնվեց ուրիշի մսուրում, իր սեփական գոմը չուներ, որ մսուրում իր գոմի գոնե մսուրում ծնվեր։ Թաղվեց ուրիշի գերեզմանում, գերեզմանատեղ չուներ, որ իրան թաղեին։ Մեր թագավորի մասին եմ խոսում։ Դա նրա մուտքն էր երկիր եւ ավարտը երկրային կյանքի։ Թագավորները եւ մեծամեծերի առաջ, թագավորների մեծամեծերի առաջ ուրիշներն են դռները բացում, իսկ նա ասաց, որ ինքը կանգնած է եւ թակում է մեր սրտի դռները, որ բացենք, բարեհաճենք, ով բարեհաճի եւ բացի, ես կմտնեմ ու նրա հետ ընթրիք կանեմ։ Քո սրտում սեղան չի սպասում,
պատրաստած, իր վարձքը իր հետ է գալիս, իր քո ուտելիքը եւ այդ խնջույքի ամեն ծախսը ինքը հետն է բերում, վկա մեզանից շատերի փոխված սրտերը, կյանքերը, մեր ուրախությունը, որ ունենք, մեր հույսը, որ ունենք, նա է բերել, նա է լցրել մեր սրտերի մեջ, չի եղել դրանք մինչև այդ, ասեք, որ հասկանում եք, չի եղել։ Այո, հարցրեցին Հիսուսին, թե որտեղ ես դու ապրում, պատասխանեց, աղվեսները որ չեր ունեն, երկնքի թռչունները բույներ, բայց եկած թագավորը, մարդու որդին, այս երկրի վրա գլուխ դնելու տեղ չունի, հետաքրքիր է մենք ավելի շատ գլուխ դնելու տեղ որտեղ ենք ուզում ունենանք ամեն հարմարությունով այստեղ թե երկնքում մեր ձգտումները, մեր շարժառիթները, մեր մոտիվները, մեր ջանքը, մեր ծախսած ժամանակը ինչի մասին է վկայում Թումանյանը գրում է որ աշխարհում ունեմ շատ բան էս թե են Որ աշխարհում Ես հույս եմ քարոզում, ոչ թե անհուսություն։ Ես ելք եմ ցույց տալիս, ոչ թե փակուղի եմ մտցնում։ Այսօր դուք կարող եք այդ թագավորությունը մտցնել, ընդունել ձեր սրտի մեջ։ Այսօր դուք կարող եք, այսօր հենց այստեղ եթե չանես սա քո խնդիրն է։ Թագավորը հույսի թագավորությունը, Աստծո թագավորությունը հույսի մասին, անհուսության մասին չի։ Ելքի մասին է, փրկության մասին է։ Իմ եւ քո ելքի, իմ եւ քո հույսի։ Երկնքի արքայությունը արդարություն է, խաղաղություն է եւ ուրախություն, Սուրբ Հոգով։ Իմ եւ քո արդարության, իմ եւ քո խաղաղության, իմ եւ քո ուրախության։ Ամեն։ Այսպիսի Մեսիայի չէին սպասում հրեաները, հաստատ չէին սպասում։ Մեսիա, որ գլուխ դնելու տեղ չունի, բայց ո՞նց պետք է մեզ ազատի։ Մեծ հաշվով, մեզանից շատերն էլ այսօրվա մեր քրիստոնյաներից շատերն էլ այդպիսի թագավոր չենք ուզում։ Մենք էլ ենք ուրիշ Հիսուս քարոզում այդ պատճառով։ Բայց պիտի հիշենք Գաղատացիս 1:8, եթե նույնիսկ մենք կամ երկնքից մի հրեշտակ նրանից ուրիշ ավետարան քարոզի, նզովյալ լինի։ Երկրորդ Կորինթացիս 11:4 Եթե մեկը գա ուրիշ Հիսուս քարոզի, որ մենք չքարոզեցինք, մի հանդուրժեք։ Հալելույա։ Նրանք սպասում էին Դավթի նման թագավորի, Հուդայի ցեղի ցզոր առյուծին, որ կգա զորքով եւ կառքերով։ Բանակի արչևից արչևում կանգնած, բայց եկավ Քրիստոսը, Աստծո գառը, քանի որ այս թագավորն այդպիսին է եւ այս թագավորության համար վճարված գինը շատ էր թանկ, շատ է պահանջվում նաեւ նրանցից, ովքեր ուզում են մտնել թագավորությունը։ Հիսուս շատ հստակ է ձևակերպել այդ պահանջները։ Բայց հենց հրեաները մոռացել էին, որ Դավիթի թագավորությունից մինչև այդ օրը 1000 տարի էր անցել, եւ Դավիթի թագավորությունից հետք չէր մնացել։ Բայց այն թագավորը, որ պիտի գար, նրա թագավորությանը վերջ պիտի չլիներ։ Բոլոր անցնող թագավորություններին պիտի ոչնչացներ եւ ինքը մնար հավիտյան։ Եվ ոչ մի երկրում, այլ բոլոր մարդկության համար, եւ ոչ մի տարածքում, այլ ամբողջ տիեզերքում։ Ամեն։ Հիսուս շատ հստակ ձևակերպեց այդ թագավորության
պայմանները, թագավորության մեջ մտնելու պայմանները։ Մատթեոս 7, 13, 14 եւ 21-ը։ Նեղ դռնով ներս մտեք, որովհետև լայն է դուռը եւ ընդարձակ ճանապարհը, որ տանում է դեպի կորուստ, եւ շատերն են նրանով մտնողները։ Նեղ է դուռը եւ նեղվածք ճանապարհը, որ տանում է դեպի կյանք, եւ քչերն են նրան գտնում։ Ոչ թե ամեն ոք, որ ինձ Տեր է ասում կմտնի երկնքի թագավորությունը, այլ նա, որ կատարում է կամքը իր հոր, որ երկնքում է։ Ամեն բան սա արդեն գուցե իմ մտքի միջակությունն է, այն ինչ որ հիմա կարդամ։ Ամեն բան կարողները զորացած Հիսուս Քրիստոսով կարողանում են նեղ դռնով էլ չմտնել, երկու տիրոջ էլ կարողանում են ծառայել, անգամ առանց խաչ վերցնելու էլ Հիսուս Քրիստոսին կարողանում են հետևել, կարողանում են եւ աշխարհը սիրել եւ Քրիստոսին սիրել։ Ինչ պակասնենք, ինչ հնարամիտ ենք։ Բայց այդ ես արդեն ասեցի, այդ թագավորության սահմանադրության առաջի գլխում գրած էր. մարդը չի կարող երկու թագավորություններում լինել միաժամանակ։ Դա այնքան պարզ ճշմարտություն է։ Մատթեոս 5:44-45, բայց ես ասում եմ ձեզ, սիրեցեք ձեր թշնամիներին, օրհնեք ձեր անիծողներին, բարիք արեք ձեզ ատողներին եւ աղոթեք ձեր չարչարողների եւ հալածողների համար, որպեսզի որդիները լինեք ձեր հոր, որ երկնքում է, որովհետեւ նա իր արեգակը ցակեցնում է չարերի եւ բարիների վրա եւ անձրև է ուղարկում արդարների ու անիրավների վրա։ Լավ է, չէ՞։ Ինչ սիրուն, սահուն, հնչումը։ Բայց եկեք անկեղծ լինենք, երբեմն մենք մեր դրացիներին չենք սիրում, էլ ուր մնաց թշնամիների մասին, փարիսեցություն անել կարող ենք, որքան ուզում ես արա, ես անպարտ եմ դրանից, ես իմ մասին եմ խոսում, շատ ժամանակ չեմ կարողանում, Աստված ինձ հնարավորություն տա, Աստված ինձ օգնի եւ իմ հույսն Աստծո վրա է, եւ իմ հույսն Աստծո վրա է։ Մինչև այստեղ ինձ հասցնող Աստվածը, ես հավատում եմ ինձ հետ է լինելու եւ առաջնորդելու է մինչև վերջ, մինչև մահ, կամ էլ մինչև այն օրը, Աստծո օրը, Հիսուս Քրիստոսի օրը։ Դարեր շարունակ հազարավոր քրիստոնյաներ հարմարացրել են նրա ուսմունքը, աղավաղել են իմաստը, նրա պայմանների եւ քարոզել են ինչ որ անաղ կրոն, որ սնում է բացարձակապես անձնական բարեկեցության գաղափարը, որի հետևանքով այսօր էլ մենք ունենք քրիստոնեության աղավաղված կերպար, այսօր էլ ավետարանը չի հանդիսանում արմատական ազատագրություն մեղքով գերիների համար եւ կյանքի արմատական փոփոխության համար։ Մեր կյանքը արմատապես պիտի փոխվի։ Մենք կարող ենք ասել, դե գիտեք, մեր մոտ ճշմարտությունն են քարոզում, ընդեղ այդ տեսնեք, մոմ են վառում, սենց բաներ են անում։ Տարբերությունը ո՞րն է։ Կեղծավորը կեղծավոր է, էլի։ Տարբերությունը ո՞րն է, ասեք։ Ռուբիկ եղբայր, ինչ ես ասում, սենց հույս չկա, հույս կա, արքայությունը հույսի մասին է, հույս կա այսօր, հույս կա այստեղ, հույս կա ամեն մեկի համար, հույս կա քեզ համար, հույս կա իմ համար, ես հույսի մասին եմ խոսում, ես իմ հույսի մասին եմ քարոզում, ես իմ թագավորի մասին եմ քարոզում, ես իմ թագավորի առաջ եմ բացում իմ սիրտը, որքան ուզենակ այդ իմ ասածները, հենց իմ ասածները եւ բոլոր նրանք, ովքեր շատ չար բան են ուզում անեն, կարող են իմ ասածները բացեն, մոնտաժ անեն եւ ինձ ներկայացնեն դևի տեսքով։ Բայց ես ասում եմ ճշմարտությունը։ Ես ասում եմ ճշմարտությունը, որովհետեւ ավետարանն է ինձ սովորեցրել ճշմարտությունն ասել։ Վերջին հաշվով բոլոր դիմակները մի օր պետք չի լինի, որ ունենանք։ Թե դժոխքում, թե դրախտում, դիմակ պետք չի լինի։ Ուրեմն, այդ դիմակները մեզ պետք են այստեղ ինչ որ ժամանակ, ոնց որ
Ռուսներն են ասում, դա պարի, դա վրեմենի։ Ինչ որ ժամանակ։ Ես նրա կարիքն ունեմ։ Ես ուզում եմ ինքը քննի ինձ, ոնց որ առաքյալն էր ասում, Սաղմոս 2-ն էր ասում, քննի ինձ եւ տես, քննի իմ երիկամունքները, այսինքն իմ ներսը, իմ սիրտը, եւ տես, եթե անհաճելի բան կա, ինձ լավ ճանապարհի վրա տար։ Մենք հիմա սրա մասին ենք խոսում։ Մենք այս մասին ենք խոսում։ Իմ ավետարանը, որ ես կարդում եմ, որ Հիսուսն անվանեց Աստծո թագավորության ավետարան, հենց այս մասին է, ոչ ավել եւ ոչ պակաս։ Մենք երբեմն այնքան ենք կշտացած եւ այնքան է մեզ թվում թե ամեն ինչ գիտենք, որ կարդում ենք ու ասում ենք, այս առակը կարդացել եմ։ Կարող ես կարդալ 1000-րդ անգամ, բայց առակի միտքը հասկացել ես արդյոք։ Ավելի լավ է օրը մի առակ կարդա։ Մատթեոսի 13-րդ գլուխը 10 օրում կարդա, որովհետեւ այնտեղ առակները շատ են։ Ամեն օր ասա Տեր, ես հոգս ունեմ քո առաջ։ Ես ուզում եմ այս առակը, հենց այս առակը ինձ սովորեցնես։ Ես հավատում եմ Սուրբ Հոգին քեզ կսովորացնի։ Վերցրա մի հատված, դժվար չեմ կարողանում հասկանալ։ Ինչ որ բան կա այստեղ, որ ես չեմ կարողանում։ Տեր, ես այս համարից առաջ չեմ գնա։ 7 օր կկանգնեմ այս համարի վրա, 7 օր ծոմ կպայեմ, բաց արա ինձ։ Եվ Տերը կբացի մեզ։ Ավետարանը մեզ չի տրվել, որ մենք, չգիտեմ, շատ ունենանք։ Մեր տանն էլ աստվածաշնչեր, իմ աշխատասենյակում է շատ տարբեր աստվածաշնչեր, տարբեր թարգմանության։ Դրանք ես բոլորը օգտագործում եմ, որ տեսնեմ այստեղ ինչ բառ են թարգմանել, այնտեղ ինչ բառ են թարգմանել։ Եվ այսպես շարունակ, որպեսզի կարողանամ մոտավորապես գլխի ընկնեմ։ Իսկ որտեղ որ չեմ հասկանում, խնդրում եմ Տիրոջը, եթե էլի չեմ հասկանում, ասում եմ ուրեմն ես կգա ժամանակ կհասկանամ։ Ես շատ բան չգիտեմ, շատ բան։ Եվ գնալով այդ չիմացածների ցուցակն ավելի է երկարում։ Հա, Ռուբիկ եղբայր, չես հասկանում, որ ծերանում ես, բթացել ես, կարող է։ Բայց ես ուրիշ կարծիքի եմ։ Մեզ տրված չի։ Մանավանդ գրվածը ծածուկ բաները Աստծուն են, իսկ հայտնի բաները մեզ եւ մեր որդիներին են։ Մենք կարող ենք հայտնի բաներ իմանալ, բայց ծածուկ բաները Աստված գիտի։ Ամեն դեպքում պետք է վերջացնեմ, բացի այն, որ կարող է հանկարծ 3-ը դառնան, չնեղանաք, ես այստեղ պետք է կանգ առնեմ, բայց չգիտեմ որտեղ, լավ, փոքր, 5 րոպե եւ վերջացնեմ։ Հիսուսն ասում էր թագավորության այս ավետարանը կքարոզվի ամբողջ աշխարհում բոլոր ազգերին վկայություն լինելու համար եւ այն ժամանակ կգա վերջը։ Բարեկամներ, եկել է եւ ինձ համար եւ ձեզ համար քարոզելու թագավորության հենց այս ավետարանը, լսելու հենց այս ավետարանը, ենթարկվելու հենց այս ավետարանին։ Իմ սիրելի քույրեր, եղբայրներ, մենք շատ լուսառատ, գեղեցիկ միջոցառումներ ենք տեսնում եւ տեսնում ենք ու ասում ենք այստեղ այս բանը տեղի ունեցավ հոգեվոր իրավիճակում եւ մեր գնահատականը շատ բարձր է լինում։ Ես շատ հաճախ մտածում եմ մեր այդ շատ լուսառատ, այդ գեղեցիկ, այդ չգիտեմ ներդաշնակ միջոցառումները ինչ գնահատականի են արժանանում փրկչի կողմից։ Ինչ գնահատականի։ Լույսերը տեղն են, լուսավորությունը տեղ, ձայնը տեղը, երգիչներն էլ ինչ ասեմ, կատարյալ են։ Ինչ գնահատական է տալիս Աստված։ Ես խնդրում եմ, աղաչում եմ, ես կարծում եմ արդեն շատ բան տեղն անկնում, որ մեր երգերը թագավորության մասին լինեն։ Մեր երգերը թագավորի մասին լինեն։ Հիսուսն ասում էր,
կուր Փարիսեցի։ Նախ անոթի ներսը մաքրի եւ դուրսն էլ մաքուր կլինի։ Կեղծավորներ, որ նման եք սպիտակացրած գերեզմանների, որ դրսից գեղեցիկ է երևում, իսկ ներսից լիքն են մեռելների ոսկորներով եւ ամեն պղծություններով։ Հետաքրքիրը, երբ որ այս հատվածը, որ մենք կարդում ենք, ինչ ենք մտածում։ Հաստատ մեզ վերաբերվող չենք։ Չէ, հենց մեզ է վերաբերվում։ Հենց ինձ է վերաբերվում։ Այն ինչ որ դու դուրսից ցույց ես տալիս, հենց ներսում հենց էտա, որ ժպտացիր, սիրտը ժպտաց, թե հարցեր կան, չէ, հազար ու մի հարց կա։ Ուղիղ խոսքն ասեմ, բա որ նեղացավ։ Մտքումս մտածեմ, որ ինքը լավն է, բայց մի հատ լավ ժպտամ, լայ։ Չեք հասկանում։ Ուրեմն իմացեք, ես չկամ վատն եմ։ Սա Աստծո թագավորության մասին է։ Աստծո թագավորության։ Այսօր մեզ քրիստոնյաներից պետք են ավելին, քան որ ունենք եւ լսում ենք, եւ մեզ պետք է այն ինչ տալիս է հենց Հիսուս Քրիստոսի բարի լուրը թագավորության մասին, որովհետեւ միայն արքայության ավետարանն է պատասխանում մարդու ամենակենսական պահանջներին, իսկ որոնք են դրանք ես ժամանակը չեմ չարաշահի հաջորդ անգամներից մեկում